Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում վերջապես գալիս է այն պահը, որի համար Արամը ամիսներ շարունակ պայքարել էր համառությամբ, համբերությամբ ու սրտի ազնիվ շարժառիթներով։ Ռեբեկան, որը միշտ թաքցրել էր իր ներսի զգացմունքները, այլևս չի դիմանում։ Նա խոստովանում է Արամին, որ սիրում է, սակայն այդ խոստովանությանը կցվում է բայց բառը։ Ռեբեկան ասում է, որ որքան էլ սիրտը ձգտում է Արամի կողմը, նրանց միությունն անհնար է, որովհետև ինքը Վահեի նշանածն է, եւ այդ պարտավորությունը իր համար ավարտ չունի, ժամկետի մեջ չի տեղավորվում։ Մինչև կյանքի վերջ նա պատրաստ է մնալ հավատարիմ Վահեի հիշատակին։ Արամը լսում է, բայց չի նահանջում։ Նա ասում է. «Մի վախեցիր քո զգացմունքներից, հիշատակին հավատարմությունը չպետք է փակուղի դարձնի կյանքդ, թույլ տուր քեզ երջանիկ լինել, թույլ տուր ինձ երջանկացնել քեզ»։ Մյուս կողմից Սառան, հասկանալով, որ պապիկի մնացած օրերը հնարավոր է հաշված են, որոշում է, որ պետք չէ հապաղել։ Նա խնդրում է Գոռին արագացնել հարսանիքի օրն այնպես, որ պապիկը հասցնի ներկա լինել եւ ուղեկցել իրեն դեպի խորան։ Սառայի համար սա սրբազան երազանք է։ Գոռը լսում է նրան ու ժպտալով պատասխանում, որ ոչ մի խնդիր չկա։ Շուտով մենք կամուսնանանք։ Մինչդեռ հեռավորությունից Էլլան կապ է հաստատում Արմանի հետ։ Նա ասում է, որ մի քանի օրից վերադառնում է Հայաստան։ Արմանի սիրտը լցվում է սպասումով, ուրախությամբ, կյանքով, սիրով, բայց Էլլան ավելացնում է մի հանգամանք, որն ամբողջությամբ փոխում է Արմանի պատկերացումը։ Նա ասում է, որ չնայած վերադառնում է, չի կարողանում քայլել, կանված է սայլակին։ Նա ասում է, որ իրեն անհարմար է զգում, որ այս կարգավիճակում է հետ գալիս։ Արմանը քարանում է լսածից։ Նրա պատկերացրած վերադարձը այսպիսին չէր։ Նա հավատում էր, որ Էլլան վերադառնալու է առողջացած, ոտքի կանգնած։ Սրտում ուժեղ պայքար է սկսվում։ Մինչ այդ Արմանը որոշել էր, երբ Էլլան վերադառնա, ինքը դուրս կգա նրա կյանքից, չծանրաբեռնելով նրան, կատարելով Սարոյանի պահանջը։ Բայց հիմա, երբ գիտի, ինչ վիճակում է Էլլան, չի կարող իրեն թույլ տալ հեռանալ ու լքել նրան այս դժվարին պահին։ Չի կարող նորից ցավ պատճառել, ով արդեն իսկ անցել է ցավի միջով։ Արմանը որոշում է մնալ, սպասել, օգնել, լինել կողքին այնքան ժամանակ, մինչև Էլլան կրկին կսկսի քայլել եւ միգուցե միասին քայլել դեպի նոր կյանք։ Հարգելի հետևորդներ, արդյոք Եվան պարտվեց եւ Գոռն ու Սառան կամուսնանան, թե դեռ ամեն ինչ առջևում է։ Գրեք մեկնաբանություն։ Բարի օր։ Այսօր օրը սկսում ենք էլի պապիկի տնից ու երևի մինչև ուշ էստեղ ենք լինելու։ Չէ, ճիշտ հասկանանք։ Էլի շփվում ես դու։ Այո, նա պետքա տեղը հանեմ, այն օրերի որ չկայի։ Օ, ինչ գեղեցիկ ես։ Օ, thank you, thank you։ Սիրում եմ քեզ։ Այսինքն հենց նոր դու Հենց նոր ես քեզ էի փորձում։ Լսի դու քեզ ում տեղն ես դրել։ Ինչ է նշանակում փորձում էի։ Չեմ կարող։ Աղաց մոժը խմի։ Այ ճիշտ անում։ Ճիշտ անում։ Գրացի։ Ասենք հիմա ես ինչ ասեմ ես մարդուն։ Թափտուն ամենը։ Ամենաշատը մեր սերիալի մեջ գիտեք ես ինչն եմ սիրում։ Որ օրինակ, եթե ես նկարահանման պետքա լինեմ ժամը 10-ին, ես տանից դուրս եմ գալիս 9:55 ու չեմ ուշանում։ Որովհետև նկարահանման բոլոր հրապարակները, գրեթե բոլոր, բացի Վահեի տան location-ից, բոլորը գտնվում են մեր տանը շատ մոտ։ Ու 5 րոպեում ես կարող եմ հասնել յուրաքանչյուր location։ Я выиграла эту жизнь. Շնորհակալություն այսքանը։ Давай։ Ես լավ գործընկերուհի ունեմ, չեք կարա պատկերացնեք։ Կարանք մի անգամ մենք էլ քո ստորի մեջ հայտնվենք։ Իհարկե Արսեն ջան։ Բարև բոլորին։ Դուք հասկանում եք ձեզ հենց նորով բարևեց։ Նոնաս update եղավ շատ արագ։
Տեքստը դարձա փոխած։ Այս մեկի մեջ է գալանք հայտնենք։ Այս մեկի մեջ էլ Շատ եմ անոն քեզ, բայց դրանց ռիսպոնդիլի։ Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած, ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում՝ եւ Վանաձորում եւ Երևանում։ Ես, քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օրեր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։ Եթե նայեք այս անկողնուն, կհասկանաք, որ չեն ավարտվել, որովհետև ես հիմա Սարայի սենյակում նստած եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ նկարահանվում եմ, բայց մի փոքր ուղղում անեմ։ Մեզ մոտ կարծում եմ չկա գլխավոր կամ երկրորդական կերպար, որովհետև զուգահեռ ներկայացվում է 3 քույրիկների ճակատագրերը։ 3-ն էլ ընթանում են հավասար։ Դրա համար այստեղ դուր գալ, չգալ արտահայտությունը կարծում եմ ավելորդ է։ Ու հետո դերի չափը կապ չունի, նորմալ չի, որ դերասանը ուրախանա միայն այն փաստից, որ ինքը գլխավոր է, որովհետև օրինակ կարող ես գնալ թատրոն ներկայացում նայել, բայց քեզ մոտ տպավորվի այն մի մարդը, ով մի նախադասություն էր ասել, ու ուղղակի այնքան հետաքրքիր էր եղել, որ միայն իրեն ես հիշում, օրինակ։ Դրա համար եկեք չնայենք առաջնային կամ երկրորդականին։ Փոփոխությունն անձնականում նկատի ունեք։ Եթե այո, ապա այսպես պատասխանեմ։ Ես կնկարահանվեմ այն ժամանակ, երբ կերպարն ու նախագիծն ինձ դուր գա, բայց եթե տվյալ մարդը իմ առաջ պիտի արգելքներ դնի, ավելի ճիշտ ասի, որ ես չեմ կարող ընդհանրապես նկարահանվել, ես էլ նրան կասեմ հաջողություն։ Ինչ որ վերապահումներ կարող է լինեն, միգուցե ես չեմ կարող ապագայի հետ կապված հստակ բաներ ասել, բայց որ դու քո սիրած աշխատանքով չզբաղվես միայն նրա համար, որ քո կողքի մարդը չի ուզում, կներեք, դա նորմալ չէ, դա աբսուրդ է, դա ահավոր է։ Ինչու է նա եկել ու ուզում քեզ փոխել։ Ես միգուցե շատ խորացա ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ անձնական նկատի ունեիք։ Եթե ինչ-որ ստանդարտներ ունի, որոնց դու չես համապատասխանում, մոլորակում այնքան մարդ կա, այնքան տեսակի, թող նրանց մեջից գտնի, բայց դուք չփոխվեք, ձեր երազանքները մի կողմ չդնեք, այս խորհուրդս էլ ձեզ։